Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ գիտաշխատող Հայկ Քոչարյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալություն հրավերի ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Քոչարյան, հաշվի առնելով հետընտրական process-ը եւ հասարակության հետաքրքրությունը այս թեմայի ուղղությամբ, որտեղ շատ են քննարկումները, այսպեսի մի հարց եւ իսկ սկսենք այդ թեմայից, ընդհանրապես ինչպես կգնահատեք ընտրությունների Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ձեզ այս ընտրությունները հաշվի առնելով նաեւ տարբեր քաղաքական ուժերի ստացած մանդատներ, այդ թվում իշխանական թևինը կարող է որոշակի փոփոխություն մտցնել, փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, դրա ուղեկիցը։ Գիտեք, վերջնական այսքան թվերը դեռ չունենք, բայց այն ինչ որ ունենք այս նախնական տվյալներով երևում է, որ գործող իշխանությունները հաղթել են, բայց չունեն ազատությունը գործողությունների, որով որ ունեին մինչև այս ընտրություններ, ընդդիմությունն էլ բավականին դարձել է ազդեցիկ process-ների վրա, ըստ ստացած մանդատների, այսինքն մնացած բարձր տարբեր կոնֆիգուրացիաներով տարբեր քաղաքական բաներ կարող են լինել, միավորվել տարբեր հարցերի շուրջ, տարբեր ճամբարներից տարբեր մարդկանց քաշելու, այդ կտողենք հետագայում կտեսնենք, բայց այս բաժանումը, այսինքն կարելի ասել, որ արտաքին քաղաքականության վրա, եթե այս մանդատները պահպանվում են, այս տվյալները պահպանվում են, այդպես կուրսի փոփոխություն պետք չէ կարելի իմ կարծիքով, որովհետև իշխանությունը ձևավորվելու է այլի գործող իշխանության կողմից եւ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է այդ հարցերը։ Ճիշտ է, այնտեղ հարց կա, եթե այս մանդատների թիվը պահպանվում է, հարց կառաջանա համանդրական բարեփոխումների եւ համանդրական մեծամասնության չհավաքելու հետ այդ կապված որոշակի հարցեր կարող են կորեկցիա ենթարկվել արտաքին քաղաքական, որտեղ գիտենք շատ հարցեր կապված են նաեւ համանդրական բարեփոխումների հետ, նոր համանդրության քննարկում էր այդ հարցերը, բայց գլոբալ առումով այս պայմանությամբ ես նման փոփոխություն, կտրուկ փոփոխությունների բան չեմ տեսնում արտաքին քաղաքականության մեջ։ Մնացածը վերջնական թվերը հրապարակվեն, մանդատները բաժանվեն, նոր կարող խոսել։ Շատ լավ, հարակից մեկ հարց, ընդհանրապես վերջին շրջանում տեսնում ենք լարվածություն Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, մասնավորապես նախընտրական շրջանում, եւ ավելի ճիշտ ռուսական կողմը պարբերաբար սպառնալիքներով է հանդես գալիս տնտեսական պատժամիջոցների եւ կան արդեն տվյալներ, որ սահմանափակվել են որոշ հայկական գյուղմթերքներ եւ այս համատեքստում կարծեք թե ավելի քան երբևէ քննարկումներ պետք է լինեն կամ քննարկվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը, իհարկե այս գործում ամենաշատը քննարկվում է արևմտյան ուղղությունը, բայց որպես արևելագիտի, արաբագիտի կուզեմ հարցնել այս համատեքստում արդյոք կամ որքանով է հեռանկարային մերձավոր արևելքը Հայաստանի համար, մասնավորապես գյուղմթերքների արտահանման հարցով հաշվի առնելով նաև արաբական երկրների աշխարհագրական սպეციფიკան։ Հեռանկարային շուկա է դա ընդհանրապես։ Դա շուկան մեծ է, արաբական երկրների թե վերցնենք ավանդական մի քանի երկրներ, որոնց հասանելիությունը կարող ենք ունենալ եւ մեծ են այդ շուկաները, բայց այստեղ հարցը ավելի շատ ապրանքների դեպի եթե գյուղամթերքներն եք վերցնում, ոչ բոլորը կարող են մրցունակ լինել, որտեղ ինքնարժեքի եւ ամենա մոտակա հնարավոր շուկան, որտեղ այդ ամեն ինչ կարելի է ռեալիզացնել, դա մնում է էմիրատական շուկան եւ կատարականը մեծ հաշվով։ Էմիրատականը որպես ավելի հարմար, որովհետեւ հիմնական մեր գյուղատնտեսական թերքների մի մասը գալիս էր Իրանից այն ժամանակ, որը հայտնի պատճառով վերջ շրջանում շատ ավելի բարդացել է եւ այդ հարաբերությունները լավ վիճակում չեն գտնում Իրանա-էմիրատական, բայց զգալի մասը գալիս է նաեւ Թուրքիայից։ Այդ էլ պետք է հաշվի առնել այս տարածաշրջան, հիմա այնտեղ այդ շուկայում հիմնական մրցակիցը դառնում է թուրքական ապրանքի հետ մրցակցությունը գյուղատնտեսական եթե վերցնենք։ Բայց նաև կներեք այնտեղ ապրանքներ եմ տեսել, որ շատերը Ավստրալիայից են, Միացյալ Նահանգներից են, գելակը բան, այսինքն այստեղ Հայաստանը հնարավորություն չունի։ Չէ, հնարավորություն ունի Հայաստանը, բայց շուկան տենց մրցունակը շատ բանն է, չոր եւ խիստ պայմաններ ունի, հաշվարկներ, որոնք տնտեսվարողների համար նոր
կան տնտեսվարներ, որոնք անում են այդ գործը, բայց այդպես մասշտաբային փոփոխություն դեպի չկա, որոշակի աշխատանք է պահանջել ժամանակ եւ շատ հաճախ օրինակ ծավալների հարցեր կա, ապրանքատեսակներ կա, որ այդքան ծավալ կավաչանքի կարողանում ապավել է շուկայի համար մտնելու։ Այնտեղ իր սպეციფიკան կան ներմեջատական շուկայի տեսանկյունից, որը բավական մեծ քանակի ապրանքների, որովհետեւ մուտք գործած է շուկա, բավական մեծ կապիտալ ոնց որ սառեցված է մնում։ Այսինքն այդ բալանս մարժը մեծ է այնտեղ, դա համար շատ հաճախ շատ քչերն էին այդ շուկա մտնում։ Դա համար նայում են դեպի հատկապես այս կառավարության կողմից գործող աջակցության ֆոնին դեպի եվրոպական շուկա են նայում, բայց իրավացի է că առավել մեծ շուկա կա հարևանությամբ, որ ուղղությամբ պետք է աշխատել եւ ոչ միայն գյուղատնտեսական ապրանքներ, այլ շատ այլ տեսակ ապրանքներ էլ արտահանելու տեսանկյունից։ Դա միակ խնդիր է պայդրությամբ կամ հիմնական խնդիրը ոչ թե միակ ասենք այդ լոգիստիկ հարցն է, ոնց ենք հասնում այդ շուկա։ Նախ եւ առաջ պետք է ավարտվի Իրանի շուրջը։ Հա, Իրան, որտեվ ամենամեծ ճանապարհը բարձր Իրանով է։ Երկրորդ հարցը բացվում է, թե չի բացվում հայ-թուրքական սահմանը, դա ոնց է օգտագործվում եւ մի շարք տենց այլ հարցեր է թե կնենք խոսանք։ Բայց դա հեռանկարային թեմա է, նկատի ունեմ ուղղությունը մերձարևելքը, թե դա ուղղակի կարող է օգնել, բայց ոչ հիմնական ուղղություն դառնալ։ Թե դիվերսիֆիկացիայի համար կարևոր ուղղությունն է։ Հիմնական կդառնա թե չէ, մեր տեսվարողներից եւ միջպետական հարաբերություններից է պետք այսինքն նման խնդիր ձևակերպել եւ սկսել աշխատել այդ ուղղությամբ, որքան այդ այս բային դա տես ձևակերպված չի, դա մնացել է զուտ տնտեսվարողների ուսերին իրենց ապրանքը կամ շուկաներ նոր շուկաներ վերցնելու տեսանկյունից, թե չէ, երբ որ եղավ պետական, միջպետական արդեն պլանավորում, որ այդ ուղղությամբ զարգանում են, համապատասխան գործողությունները կարվեն, բայց այս բանը կարծում չկա նամախոսակցություն։ Հիշատակեցիք հայ-թուրքական սահմանի բացումը եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների առումով, այո, կան նաեւ քննարկումներ, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը հենց դիտվում է որպես այլընտրանքներից մեկը կարող է դառնալ, հաշվի առնելով, որ Թուրքիայի տարածքով հնարավորություն է բացում ապրանքների արտահանում նաեւ դեպի Եվրոպա, այս առումով ինչ կասեք, սա կարող է էլի կարևոր ուղղություն լինել, թե ամեն դեպքում հայ-թուրքական սահմանի բացումը ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական։ Բեն համար համ քաղաքական, համ տնտեսական նշանակություն ունի, որտեղ Հայաստանի համար կարևոր է։ Թուրքիայի համար դա տնտեսական լուրջ նշանակություն չունի, որովհետև Թուրքիան այս բանին աշխատում է, որ 3 կամ 3-ի առաջորդն էր, ստորագրել են օրինակ հուշագիր Սաուդյան Արաբիայի հետ, որ կառուցում են երկաթգիծ Թուրքիայից Սաուդյան Արաբիա։ Այսինքն, այսպես ասած, ժամանակին կար Օսմանյան շրջանում երկաթգիծ կար, հետ կոչվում էր Հիջազի գիծը, որը մինչև սրբավայրեր հասցնում էր ուխտավորներին, բայց 20-րդ դարի դեպքեր այդ ամբողջը բաժանեցին եւ չէր աշխատում։ Հիմա մենք տեսանք, որ կնքվեց այդ ուշագիրը Թուրքիայից Սաուդյան Արաբիա երկաթգիծ կառուցումից նշանակում պետք է անցնի Հորդանանով եւ Սիրիայով։ Իսկ հակառակությամբ եթե նայենք կա մի ուրիշ պրոյեկտ, որը Սաուդյան Արաբիան կապում է Էմիրությունները եւ Օման, այսինքն այս գծի հետ Էմիրությունները օրերի վերջերս գործարկեցին գրեթե երկրի ամբողջ երկարությամբ ցկվող երկաթգիծը, տարբեր իր հնարավորություն թե բեռնատար թե ուղղափոխադրող, այսինքն սա եթե միանում այդ ամբողջը դառնում է հետագայության, սա Օրմուզի հնարավորությունը շրջանցող երկաթգծային ստրուկտուրա է դառնում, ենթակառուցվածք է դառնալու, բայց պարզ այդ ժամանակի ընթացքում սրան զուգահեռ կա իսրայելական, այսպես ասած, լոբինգ արվող պրոյեկտը, որը ենթադրում է, որ Հնդկաստանից եկող Էմիրություններով անցնող Սաուդյան Արաբիայով եւ հետո Հորդանանով, Իսրայելով դուրս են գալիս դեպի միջերկրական ծով, ասեն Թուրքիան շրջանցող։ Այսինքն սրանք առաջիկա մեծ երկու պրոյեկտների շուրջ կտեսնենք բավականին երևի թե հետաքրքիր զարգացումներ, բայց այսինքն Թուրքիան այդ ուղղությամբ աշխատում է հաջորդ ուղղությամբ, որ Նախիջևանով է փորձում
միանալ ադրբեջանական բան, այսինքն ձեր հարցին մեր համար այդ շատ ակտուալ եւ մենք ենք դա փորձելու կյանքի կոչենք ու փորձել գտնել այդ հատուցումները։ Իսկ գալով տարածաշրջանային կոմունիկացիաների հարցերին, դրանպես տպավորություն է ստեղծում, որ սա նախ եւ առաջ ինչ որ առողջ մրցակցություն է, հա, բերում պետությունների միջև, որովհետեւ բոլորովին նոր իրականություն է ստեղծում։ Ասես այսպիսի տրիվիալ հարցով ով է շահում, ով է տուժում եւ ընդհանրապես ինչ հեռանկարներ է բացվում, մանավանդ որ հաշվի առնելով որ թրիփը կարծեք թե միսուարյուն է ստանում։ Թրիփը պետք է նաեւ հասկանանք, որ ինքը ընդհանուր համաձայնության մի մասը, այնք առանձին պրոյեկտ չի իրանով, որի մեջ Միացյալ Նահանգների հետ Հայաստան ինչ-որ մի պրոյեկտ անում, այսա Իշմեք օգոստոս 8-ի ստորագրած փաստաթղթերի տրամաբանության մեջ է, այս բոլորը պետք է կոմպլեքս նայել, ճանապարհը, չիպերը եւ սահմանների վերահսկողությունը ոնց որ մի փաթեթով անցնում, եւ սրանք որքան էլ առանձին տեսնում ենք այդ պրոյեկտներում, բայց իրեն կոմպլեքս է պետք դիտարկել իմ կարծիքով, որպեսզի նշանակությունը այտենց կոմպլեքսում է երևում, որ ոչ թե առանձին վերցրած ճանապարհի։ Իսկ ճանապարհի տեսանկյունից ճանապարհը նորություն է տալիս Կենտրոնական Ասիայի երկրներին ալտերնատիվ նորություն ունենալ դուրս գալու դեպի միջեկան ծով կամ Սև ծով։ Այստեղ ոնց կզարգանա պրոյեկտը Այստեղ ինքը հնարավորություններ բացվում է, հնարավորությունների դաշտ է բացվում, բայց որքանով էս ամբողջը կիրառելի կլինի եւ որքանով էս ամբողջը հնարավոր կլինի վերածել օգտել, առաջին մեր անելիքն է, Հայաստանի Հանրապետության անելիքն է, թե ոնց է դա անելու։ Մնացածը բնականաբար ունենք զուգահեռ տեսանք թողարկվեց կամ նորից իմաստուլից հաղորդվեց, այսինքն Վրաստանով անցնող ճանապարհին Բաքու-Թբիլիսի կարծիք ու այնտեղ այսինքն աշխատում են տարբեր հոգությունները։ Հիմա մնացածը մեր անելիքն է։ Դարձնել այս այլ ընտրանքային ուղիներից մեկը հիմնականը։ Հիմնական դժվար կլինի դարձնել։ Կովկասում ամենայն դեպս աշխատող դարձնել։ Այս առումով Իրանի դիրքորոշումը կուզեի նաև քննարկել, որովհետև շատ հակասական է, սկզբում դե բնականաբար սկզբունքորեն Իրանը դեմ է արտահայտվում, բայց պաշտոնական մակարդակով բնականաբար այդ սուր անկյունները հարթում են, բայց էլի Իրան-ամերիկյան պատերազմի ֆոնին Իրանը հասցրեց երկու անգամ անդրադառնալ այս թեմային։ Ընդհանրապես ինչ կարելի է հասկանալ, դեմ լինելով կողմ են, թե իրականում ունեն իրենց օգուտները, միանշանակի է պատկերը։ Իմ կարծիքով Իրանի դիրքից Իրան ավելի մեծ խնդիր ունի, քան տրիպն է, բավական մեծ սահման Ադրբեջանի հետ, որը եթե վերջի որքան էլ հերկվեցին Ադրբեջան կողմից, բայց այնտեղ կա, այսինքն եղավ տեղեկատվություն, որ իսրայելական հատուկ ներկայություն կա ուժեր, որոնք վերահսկում են կամ մոնիտորինգ են անում, CNN-ը գրեց, CNN-ը գրեց, մեր հերկվեց Ադրբեջանում, բայց դե փաստ եւ այդ մեդիատիվություն կարող է այդ ամեն ինչ երկրից, բայց դե համապատասխան երկրների համապատասխան ծառայությունները տեղակ են տան մեջից։ Հիմա Իրան տեսանկյունից ավելի մեծ խնդիր ինքն տեղա տեսնում, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, որոնք անդաբար իրար հետ խոսացվող են, խոսվում են ամեն քայլը իրար հետ համաձայնեցվում են, այնպես չի, որ իրանական կողմը մեդիայից է իմանում ինչ որ մի բան կապված երկու երկրների հարաբերությունները բարեկամական է եւ կա այդ ամիջական կապը, որը հնարավորություն տալիս հարթել այդ բացատրել ինչի համար արվում եւ դա դեմ չի, այլ դա կարող օգուտ բերել եւ տեսնենք որ Գրետեսյոնիկում ողջ շինարարական պրոյեկտները իրանական են։ Իրանական կողմն անում է շինարարությունը, այսինքն այստեղ կա իրար հետ խոսելու, փոխշահավետ միջավայր ձևավորելու իմ մոտ տպավորություն դա է։ Իվան ուղղակի համագործակցություն կա անգամ Իրանի եւ Արևմուտքի միջև այդ հարցը։ Այդ հարցը, հա, որտեղ ֆինանսավորումներից է գալիս բանավգնման տեղ, այսինքն այստեղ շատ ունիկալ իրականություն է ստեղծվել, որտեղ ոնց որ ամբողջը սանկցիաների տակ են, բոլոր գործողությունները բան, բայց մենք կարողանում ենք այս ամեն ինչը ինչ որ որոշակի ձևով
կառավարելի դարձնել եւ համագործակցել, ինչ Իրանը շատ է գնահատում եւ Իրանի հետ այդ ուղիղ կանալները կապի եւ երկխոսությունը որ կա տարբեր մակարդակներում թե ԱԳՆ-ի թե ավելի բարձր դա ուսանք ձևավորում են ռեալ վերաբերմունքը, որը միշտ չի որ կարող մեդիայով պետք է արտահայտել։ Բայց դա այսինքն եթե անգամ մտահոգություններ լինեն, դրանք կարելի է այդ նշած խողովակներով հարթել։ Խողովակներով հարթում են, որտեղ մտահոգություններ բազմաթիվ է լինում, մենք որոշ բաներ հայտնում է մեդիայում տեսնում ենք, բայց այն որ փաստացի այս ամբողջ պատերազմի ընթացքում Իրանը ամերիկյան եւ իսրայելական եւի միակ տեղը Հայաստանն էր, որտեղ ոչ պատահաբար ոչ մի տնավոր ոչ մի հարված չեղավ, մեկ է Թուրքմենստանը։ Իրանի կողմից։ Մնացած բոլոր հարևանների հետ կապված ինչ որ հարց եղավ եւ կասկածները առնվազն առաջացան։ Չէ, բացի կասկածներից, Ադրբեջանը Նախիջևանի դեպքը։ Նախիջևան դեպքը, հա, բուն Ադրբեջանի դաշտ չէ, Նախիջևան եղավ։ Շատ լավ, պատերազմից կուզեի խոսել, ընդհանրապես երկու ամսից ավել ակտիվ պատերազմական փուլ եղավ, հիմա սառը պատերազմը թվում է թե հրադադար է, բայց անընդհատ երկուստեք լարվում է հարաբերություններ եւ ռազմական գործողությունների դիմում։ Այս պատերազմից ի վերջո 2.5 ամիսից ավել արաբական երկրները ինչ վիճակում են, վատ հարացել է վիճակը իրանց, թե վերականգնվում են, որովհետեւ Իրանը թափես չի վարանում արդեն հարված է այդ երկրներին։ Տեսեք, արաբական երկրները շատ լուրջ խնդրի առաջ են կանգնված անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու իրենց համար, որտեղ միջև է դա պատվիրակված էր Միացյալ Նահանգներին, բազաներ կային, բաներ կային, բայց այս ամբողջը ցույց տվեց, որ չի աշխատում։ Եվ ընդհակառակը խորանում է այդ խնդիրը։ Եթե կար այդ Միացյալ Նահանգների ընդհանուր բանը, անձրևանոց այդ անվտանգային հովանոցը ինչ հիմա չկա դա ներսում լուրջ խնդիրները որոնք կային այդ պետությունների միջև արաբական դրանք միատար չեն իրենք իրենց շահեր ունեն դրանք ավելի ասրվել ու այստեղ երևի առանձին պետք է դիտարկել էմիրություններին որը փորձում է ցույց տալ որ ինքը կարող է բաց լինել որպես առևտրային եւ առևտուր անել տեղ որտեղ կարող են գան բայց միաժամանակ փակ լինել պաշտպանվելու տեսանկյունից, ինչը վերլանան, որ Իսրայելի հետ ավելի խորն է համագործակցությունը, պաշտպանական համակարգեր են գնում, երկաթյա գմբեր էին ձեռք բերում, չնայած բալիստիկ հարվածների համար ոնց որ դա այդ ամբողջ լավ չի աշխատում, Իսրայելի պարագայում էլ տեսանք, բայց այնտեղ հիմնականում անօթաչու թռչող սարքերի եւ բաների միջոցով է գործողություն է կատարում, դա մոտիկա էմիրությունը Իրանի։ Չէ, բայց եթե այսինքն հաշվարկը արդեն Միացյալ Նահանգների փոխարեն ինչ որտեղ դրվում է Իսրայելի հետ համագործակցություն, դա նույն անվտանգային հովանոցը չի։ Չէ, դա ոչ թե փոխարեն է դրում, այլ զուգահեռաբար, այլ էմիրությունների հետ քննարկում, այնտեղ փոխվում է մոտեցումը, որ դե մենք պետք է մեր անվտանգությունը պաշտպանենք։ Դրա համար ձեռք են բերվում համակարգեր, ոչ թե Իսրայելն է ապահովում պաշտպանությունը, այլ հակաօդային են զարգացնում, թիմադրողականություն են բարձրացնում։ Ուկրաինայի հետ են պայմանագիր կնքել դրոնների հետ կապված եւ հակադրոնային պաշտպանության, այսինքն իրենք արդեն մտածում են ինքնուրույն որոշակի փոխելու իրենց այդ անվտանգության կամ պաշտպանության հարցերը։ Սաուդացիներն են նույնը անում, կատարցիներն են փորձում նույնը անել։ Մեջներից ամենախոցելին դա մնում են Բահրեյնը որպես հիմնական ռազմակայան, որը թե տնտեսապես, թե ծավալներով, թե տարածքով, թե ամեն ինչով շատ խոցելի է։ Փոքր է ամեն ինչը։ Եվ Քուվեյթն է նաև այս որ ավելի խոցելի է դարձել, համատած բոլորի, որտեղ տեսնում ենք անդադ այս երկու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները փորձեց վերջի Տրամպի հայտարարությունը դրա մասին էր, որ փորձեց նոր այդ վերակտիվացնել Աբրահամյան համաձայնագրերը, ինչը տենց շատ վատ ընդունվեց արաբական երկրներում, որտեղ դե էմիրություններին թողում ենք մեկում, Սաուդյան Արաբիան պայմանները ասել էր ինչ պայմաններում դրանք կմիանա, որը Պաղեստինյան հարցն էր եւ այլ։
փորձ արվելու է այդ ամբողջը ոնց որ նոր Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ դեռ ստեղ ենք եւ նոր կոնֆիգուրացիաներ են առաջարկում համագործակցության, բայց այս արդեն չի բավարարում արաբական հետերքներն, ենք ավելի ուրիշ տեսակի երաշխիքներ են ուզում։ Բայց դե խոստովանենք, որ Միացյալ Նահանգներին այլընտրանք ներկայապայն եւ մոտ ապագայում չի կարող լինել։ Անվտանգային տեսանկյունից էլի։ Չէ, բավարար չի դա։ Հա, բավարար չի, բայց բավարար չի այս պայմանությամբ, ինչը ցույց տվեց պատերազմը, որտեվ իրենք սովոր չեն այն ինչ որ հիմա կատարվում այնտեղ։ Պատկերացրեք, որ իրանց գիտակցված պատմության ընթացքում չեն հիշում, որ տենց իրանց ռմբարեն հակառակը կայունությունը իրենց խաղակարտը, այո։ Այս միջին Բահրեյնցու, Կատարցու, Էմիրատցու համար այդ այսինքն անհասկանալի է, որ չեն կամ պայթունի ձայնը նոր են սովորում այդ ամեն ինչին այնտեղ։ Բահրեյնի պարագայում այդ շատ փոքր տեղ է կատարում, շատ փոքր տեղ է։ Կամ երկրի որ մասում ինչ պայթի լսվում է։ Դա համար փոխվում է այս իրականությունը, Իրանը ինչ անում, Իրանն էլ ասում է, որ երկու հարց է լուծում։ Ցույց տալու համար, որ ինքն է որոշում երբում հարվածի, ինչը փոխում է այդ ամբողջ տրամաբանությունը, վատ վիճակում է դնում Միացյալ Նահանգներին, որը ոնց որ ամենտեղ հայտարարում է, որ իրենք են հաղթել, իրենք են որոշում, եւ այդտեղ կարևոր բաղադրիչը Լիբանանի հարցը, Հեզբոլլահի պաշտպանությունը, որ մենք մերոնց չենք թողնում, եւ երկրորդը մի շատ կարևոր բան է նկատվում, որ իսկն մենք Իրանը այսպես ասած կանխում է Իսրայելի հիմնական ռազմավարությունը, որ Իսրայելը երբ որտեղ ինչ ուզում անում էր։ Նախահարձակ է լինում նաև ինչ-որ։ Հա, այսինքն ցույց է տալիս այս վերջին հարվածները, դրա մասին էին մոտավորապես, եթե կանենք շատ բան, որ այսինքն արդեն չես կարող գնալ Լիբանան, մենք մեկը ստեյս կխփենք քեզ։ Այսինքն սա Իսրայելում են հասկանում, դա համար Տրամպի հորդորներին, որ հանգար չպատասխանեք, մենք խոսում ենք, ես շատ խիստ տոներով Նետանյահուի մասին, որ խոսում է Տրամպը, բայց Իսրայելը հասկանում է, որ իրենց հիմնական ռազմական դոկտրինը, որ իրանք են որոշում այս տարածաշրջանում, թե երբ ոնց հարվածեն հարցակային տակադրվում, իրանք պետք է արձագանքեն։ Ու կարձագանքեն, ինչը ինչքան էլ Միացյալ Նահանգների դուրը գա, թե չգա։ Հասկանալի է։ Մի հատ կարճ հարց, Հորմուզի նեղուցը փաստացի չի գործում, համենայնիվս արաբական նավթի արտահանման համար։ Ոնց են արաբական երկրները դիմանում։ Նավթի արտահանման համար կան մի քանի այլ ճանապարհներ, բայց որոնք ծավալով չեն փոխարինում։ Սաուդյան Արաբիան։ Սաուդյան Արաբիան ունի արևելքից արևմուտք նավթամոլ, որը օգտագործվում է, կա Էմիրությունը օգտագործում է ցամաքային հնարավորությունները զուգահեռաբար կառուցում է ստորգրան, այսինքն որտեվ եթե քարտեզը պատկերացնում ենք, Էմիրությունը նա համ Պարսից ծոցում, համ Օմանի ծոցում շրջանցում է Պարսից ծոցը։ Հա, ինքը երկու տարի, այսինքն ունի նաև ափ այնտեղ եւ հարավով ասում։ Նաև դա է օգտագործվում նաև օմանական նավահանգիստները, բայց օրինակ վերևի երկրները Իրաքը, Բահրեյնը, Քաթարը ինչ են անում։ Իրաքը հնարավորություն ունի ցամաքայինով որոշակի բաներով նաև Թուրքիայի միջոցով, Քուվեյթն է եւ Կատարը սրանք մի քիչ ժամանակ, որտեղ Կատարին հիմնական գազ է, դրանք էլ նոր չէ արդեն, բայց քննարկում են հնարավորություններ, թե ոնց էլի տեղափոխեն դեպի Կարմիր, որ Կարմիրից հնարավոր լինի տանել կամ մի տարբերակը պարզապես, եթե ուշադրեք, Իրանի հետ փորձում են չսրել հարաբերությունները, այլ Իրանի հետ գալ համաձայնության այդ հարցերի շուրջ։ Եթե Էմիրությունները ավելի կոշտ են դիրքավորվել եւ էմիրատական ու իրանական հարաբերությունները շատ կոշտ փուլում են եւ դիմադրության փուլում են, մնացած բոլոր արաբական երկրները փորձում են ավելի երկխոսության դաշտում պահեն այդ հարաբերությունները, չլարեն, որտեղ հասկանում են, որ շատ հնարավորություններ չունեն այդ տեսանկյունից։ Եվ հիմնական խնդիրը կարող է մյուս կախվածություն, որ առաջանում է, Սաուդյան Արաբիայի դերի բարձրացումն է տեղի ունենում, ինչը եթե Բահրեյն, Քուվեյթ միջև կարող են հանդուրժել, բայց կատարցիները չեն կարող։ Դե կատարցիները իրենք են խոստովանել, որ իրենք շատ խոցելի
Չէ, քարտեզին որ նայում ես, դա այդ առաջ։ Զասն դա ասել է։ Շատ լավ, եւ վերջում վերադառնալով նաեւ առաջին թեմային, աչքովս իդեպ չի ընկել, որ ընտրությունների հետևանքով արաբական երկրների առաջնորդները շնորհավոր են, սա ինչի է դա կապված։ Այդ ճիշտ եք նկատել, դեռ չկա։ Ես էլ չեմ տեսել, սա միգուցե կապված է այդ վերջնական թվերի եւ վերջնական արդյունքների հրապարակման հետ, եւ հենց դրանք լինեն, կտեսնենք այդ շնորհավորանքները իմ կարծիքով, կամ ինչքան դեպի մոտենում ենք այս փուլը ախտարում ենք վերահաշվարկների եւ այլ, դման կլինեմ ավելի շուտ չի լինի, որտեղ այդ հարաբերությունները արաբական երկրների հետ եթե վերցնենք այդքան տնտեսական եւ ֆինանսական խորացված չեն, որը ստիպի ժամանակից շուտ ավելի դիրքավորվել եւ շնորհավորել, սպասողական վիճակում են, ինչը շատ նորմալ է։ Այսինքն մեծ հաշվով միևնույն է, թե որ ուժը կհաղթեր։ Հա, իրենք ոչ թե միևնույնն է, այլ պահում են այդ պրոտոկոլային դիվանագիտական հարաբերությունները, երբ որ հայտնի կլինի ընդհանուր պատկերը եւ վերջնական թվերը կշնորհավորեն։ Չեմ կարծում, որ չեն շնորհավորել։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արաբագետ քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։